Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք Status Quo իմ հեղինակային հաղորդման հերթական դրվագը, այսօրվա մեր զրուցակիցը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ Վիեննայի ակումբի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն է։ Պարոն Գրիգորյան, ողջունում եմ ձեզ։ Բարի օր, հարգելի պարոն Մելիքյան, եւ շատ ուրախ եմ մեր առաջին առանձնազրույցի համար։ Ես առանձնատուկ ուրախ եմ եւ կարծում եմ, որ մեր լսարանն էլ ուրախ է ձեզ եւս մեկ անգամ տեսնել եթերում եւ վայելել ձեր գաղափարները, ձեր մտքերը։ Իհարկե թեման այսօրվա մեր այդքան էլ ցավոք լավ թեմա, այսինքն այդքան էլ դրական թեմա չի։ Ես հիշեցնեմ մեր դիտողներին, որ մոտավորապես 10 օր առաջ Բրատիսլավայում կայացավ հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, այն վարում եք դուք, որպես կոմիտեի նախագահ եւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ Վիեննայի ակումբի նախագահ, ինչպես նաեւ միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը եւ Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգորսկին։ Սրանք փակ քննարկումներ էին եւ շեշտը դրել եք եւ առանձնահատուկ ուշադրության եք արժանացրել Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկված բարձրաստիճան հոգեվորականների հարցին եւ նրանց անհապաղ ազատ արձակման հարցին եւ նաեւ խոսել եք այն հարցերի մասին, որոնք դուք նախատեսում եք անել։ Պարոն Գրիգորյան, ես հասկանալ ձեր մոտեցումները, ինչն է ձեզ հիմնականում մոտիվացնում այս աշխատանքը կատարել եւ հասկանանք թե ինչ քայլերի մասին է խոսքը։ Շնորհակալություն, թեման չափից դուրս հրատապ է եւ տագնապալի։ Եվ լիովին միանում եմ ձեր հայտարարությունները, որ այսօրվա մեր առանձնազրույցը լինելու է տխուր թեմաների հետ կապված, բայց մյուս կողմից պարոն Մելիքյան, մեր ազգը ապրում է ֆինանսական վիճակ եւ ըստ Եվրոպացի շատ խոշոր մասնակիցների, որոնք առնչվում են Հայաստանից, այդ Ռոբերտ Ամստերդամի, Հայաստանը ոչ միայն կկորցնի քրիստոնեությունը, որին ոչ մի կերպ չեն ուզում հավատալ մեր հայ առաքելական եկեղեցի եւ քրիստոնեության պաշտպանության կոմիտեի խոշոր անդամները, նրանք չեն պատկերացնում ապան, քանզի նրանց կարծիքով հայ ազգի այդ տոմսը առաջին հերթին մեր եկեղեցին է, ինչու՞։ Դե 3 օր մեկ տվին մեկ ենք, չէ, ահավոր քաջություն ունեցել, մեծ քաջությունը, չէ։ Այո։ Եվ իրենք անընդհատ դանշում են Բարտողոմեոս եւ Թադեոս առաքյալների այցելության հետևանքով առաջացած 301 թվին պետականություն ձեռք բերած քրիստոնեական եկեղեցին, որը մարդկության առաջին քրիստոնեական եկեղեցին, ինչպես կարող է հավատի տակ դրվել, բայց հարգելով ինձ եւ որոշիմ գործընկերների, իրենք սկսեցին ուսումնասիրել այդ թեման, խոսքը ոչ թե խոշորագույն իրավաբան Ռոբերտ Ամստերդամի մասին է, որը երբ որ խոսում է այսօրվա Հայաստանից, ավելի դաժան բառեր օգտագործում, քան ես, խոսքը ոչ միայն Յան Չառնոգորսկու մասին է, որը եղել է Արցախում եւ առաջին գոտում Արցախի, խոսքը ոչ միայն Սլովակիայի ազգային խորհրդի նախագահ Ֆրանշիկ Միկլոշկոյի մասին է, որը 3-4 անգամ եղել է Արցախում, եւ երբ որ ասում են, ես ասում եմ Ֆրանշիկ Միկլոշկոն հայ, ասում եմ ոչ, ես արցախցի եմ, այդքան սիրահարված է Արցախի վրա։ Խոսքը նաեւ Լորդ Ջորջ Քերի Քենթերբերի արքեպիսկոպոս Պատրիկ Սուկդեո աշխարհահռչակ անձնավորություն Լոնդոնից էլի Բարնաբաֆոնտի նախագահ եպիսկոպոս Ֆրանսուଆ Վիոն, որը շատ հայամետ է Ֆրանսիայի նախկին վարչապետ, մեր Զապրուլինը Ռուսաստանից, մեր հետ շատ ուժեղ համագործակցող Ռուսաստանի խոշորագույն կենտրոններից մեկը, ինստիտուտներից մեկը, որը Սլովակիայում ունի ներկայացություն, Научно-исследовательский институт развития, հայերեն չեմ թարգմանել, կներեք, շատ ներողություն եմ խնդրում։ Նախկին փոխվարչապետը Սլովակիայի Յան Ֆիգելը։ Նախկին որ փոխվարչապետն ենք ասում, Յան Ֆիգելը փոխվարչապետից հետո դարձավ Եվրոպայում առաջին կոմիսարը Սլովակիայի, այնուհետև նշանակվեց
ազգային փոքրամասնությունների հավատի գծով բարձրագույն ներկայացուցիչ եւ բնության։ Չափազանց լուրջ կապերի մեջ է Վատիկանի հետ։ Այո, շնորհակալություն լրացման համար շատ լուրջ պերսոնի անուն տվեցիք։ Եվ այլն, եւ այսպես 20 հոգի։ Ու հիմա բոլորիս թեման դարձել է այն, որ լրիվ անօրինական Հայաստանում 3 արքեպիսկոպոս, մի էպիսկոպոս, բավականին լուրջ գործարար, հայտնի մեծենատ Սամվել Կարապետյան, չես հասկանում տանապես Սամվելին ինչու, Վարդան Ղուկասյան, բավականին հայրենասեր գյուղերեցի տղա, անձամբ ճանաչում եմ ես Վարդան, նաև արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը իմ տանն է եղել այստեղ, 5-6 ժամ հյուր եմ ընդունել, հրաշք մարդիկ են, Պարոն Մելիքյան, իսկապես մենք մեր կյանքի իմաստը այս պահին դարձրել ենք Հայաստանի փրկությունը, որը սկսում է առաքելական եկեղեցու փրկության համար պայքարից, սակայն սա դեռ ամբողջը չէ, մենք գիտենք, որ եթե հաջողվի վեհապարին նույնպես պատել, հաջորդ քայլը լինելու է այդ անփառունակ նեոօսմանյան կայսրության 5 հանդիսացող Միչանսկի, Թուրանի Միչանսկի բացումը, խնդրում Թրամփի միջակ չանվանեք, դից ավելի ինչ-որ մի բան է, Թուրանի Միչանսկի բացումը, որի մասին մենք նույնպես ես կառաջարկեի հետո զրուցենք մեր հաջորդ թեմավոր պես, և շատ ներողություն, արդյունքում բոլորը արդեն հասկանում են մեր այդ հեղինակավոր անդամները, որ քարտեզի վրայից Հայաստանի վերացումն է, քարտեզի վրա Հայաստանի գույնի բացակայությունն է, ամենայն հավանականությամբ կարմիր կիսալույսնով կծածկվի քարտեզը, և սրանք դաղատ խոսքեր չեն, սա նորից եմ կրկնում, ավելի խիստ են խոսում մեր կոմիտեի անդամները, ցանկացած ժամանակ մենք կարող ենք ձեզ հրավիրել նաև մեր կոնֆերանսներից մեկին նախ հիմա Zoom-ով ենք անում, հետո փետրվարի վերջին ես մեծ հաճույքով ձեզ կհրավիրեմ և ձեր թիմի բոլոր ծախսերին վրա եմ վերցնում, համեցեք Բրատիսլավա, մասնակցեք մեր կենդանի սիմպոզիումին և դուք նույնպես տվեք հարցեր, խնդրեմ։ Ուրեմն, ահա, համեցեք։ Իհարկե շնորհակալություն հրավերի համար, իհարկե մեծ պատիվ կլինի մասնակցել եւ բարձրաձայնել հարցերը, նաեւ ինչպես անգլերենում ասում են, որպես insider, ներսից մարդ, որը եւ եկեղեցու հետ կապ ունի եւ անմիջական 24 ժամյա ռեժիմով հետևում ենք այս գործընթացներին, դուք այստեղ նշել եք, որ նիստի ավարտին կոմիտեն որոշել է համակարգված կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել Հայաստանում եկեղեցու եւ քրիստոնյաների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սա ֆանտաստիկ բան է, բայց այստեղ մի դիտարկում կա։ Արդյոք մեր խնդիրը հնարավոր է լուծել դրսի մարդկանցով։ Սա մեր ներսի ցավն է եւ այն որ մենք ունենք բարեկամներ, որոնք մեզ հետ ցավակից են, կիսում են մեր մտահոգությունը, շատ ֆանտաստիկ է, մենք պիտի շնորհակալ լինենք, բայց խնդիրը ի վերջո մենք կարողանալու ենք այդպես լուծել։ Ինչ եք կարծում այդ քայլերի արդյունավետությունը։ Ոչ, պարոն Մելիքյան, բացարձակ համամիտ եմ ձեր հետ եւ շատ շնորհակալ եմ այս դիտարկման համար։ Մեր ցանկությունը բացարձակապես այն չէ, որ օտար երկրացիները պետք է գան եւ մեր հարցերը երկրի ներսում լուծեն, երբ որ մենք 10-12 միլիոնանոց շատ հզոր ժողովուրդ ենք։ Թույլ տվեք ինձ այդպես պիտակել մեր ազգին, որովհետև եթե մեր ազգի մեջ Հայաստանում, ասենք, կեսից ավելի ժեխն է, ձեր նորամուտ բարողը ես ուղղորդվում գիտեք այդ բառի իմաստը չեմ հասկացել, բայց ցավոք տեսնելով այն ինչ որ կատարվում է եւ հուդաների այն շքերթը, որ այսօր Հայաստանում կա, հոգեոր դասի մեջ հենց մեր Սփյուռքի հայության, արտերկրի հայության հսկայական մասը վեր է ժեղ լինելուց, այսինքն միջին եւ բարձր էլիտան է մեր մտավորականության եւ գործարարների
ու մեր հնարավորությունները շատ են, պարոն Մելիքյան։ Դուք անում եք այն ամենը, ինչ որ հնարավոր է անել Հայաստանում, բայց տեսնում եք, որ ձեզ դրսում լսող չկա։ Իսկ դրսում չլսողները օգնում են մեր թշնամիներին։ Ես չեմ ուզում հիմա այդ երկրների անունները տամ, որտեղ իմ նկատմամբ սարսափելի բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել Եվրոպայում իմ բացախոսության այդ մեր սիմպոզիումների պատճառով։ Մեր սիմպոզիումները նվիրված են խաղաղության պաշտպանությանը, անունը ես դրել եմ վերջի սիմպոզիումի Բրատիսլավան խաղաղության մայրաքաղաք, եւ դրա դեմ արևմուտքում ջարդում են ինձ։ Չեք պատկերացնի ինչ պայքար է գնում հիմա իմ դեմ։ Ես ասել եմ ժամանակին, հիմա չեմ ուզում կրկնեմ, որպեսզի դրանք էլի չթունավորվեն, սակայն դրանց հովանու ներքո գործում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ցավոք, այս կետում իրանց հետ է նաեւ Իսրայելը։ Երբ որ այլ կետերում Իսրայելը եւ Թուրքիան շնորհակալ են։ Սակայն Ադրբեջանի շնորհիվ Իլհամ Ալիևի ես պիտի ասեմ, ինչքան էլ որ շատ դառը կհնչի ասելիքը, լուրջ դիվանագետ դարձած հայրի, երբ որ նրա հայրը մահացավ եւ տվեց պաշտոնը տղային, նա ծաղրի էր արժանի Իլհամը եւ բոլորս ծաղրում էինք, կատարակություններ։ Մոսկվայից զանգեցին շնորհավորեցին իր կուրսեցիները մի դուք պաշտոնյան էր խոշոր, ասացին վայ մենակ դու ինչ թույլ տղա է դա։ Հիմա կներեք Նիկոլիսից քթից Բորնաստանում է, Նիկոլին դոլարները ցույց տալիս եւ ավելի ոչինչ պետք չի եւ Նիկոլին թրքացրել է, եթե Նիկոլը իր արյունով մասամբ թուրք ազերի չի։ Նման կասկածներ կան այստեղ մեր մոտ, որ նրա մոտ կա նաեւ ազերի արյուն։ Սակայն դա այդքան կարևոր չի, կարևորը դոլարի այլն է, որից այդ ընտանիքի աչքերը փայլում են շատ ուժեղ, իր տիկնոջ եւ այլն։ Մենք տեսնում ենք նրանց կենսակերպը։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ինչու մենք այդ դեպքում օտարերկրացիներին ոտք ենք կանգնեցնում։ Որովհետեւ առաջինը հենց օտարերկրացիները, այսինքն մեր ճշնամի բանակն է Նիկոլին պահում, եւ եթե դրանց դեմ մենք պատվար ենք դնում, լավ դժվարացնում ենք նրանց գործը։ Երկրորդ, Հայաստանում պետք է այնպեսի պատկեր ստեղծվի, այ բոլորին զգուշացնում եմ ձեր այս հեղինակավոր հաղորդաշարի ունկնդիրներին եւ ձեր միջոցով, ձեր ընկերների միջոցով խնդրում եմ տարածեք ինֆորմացիա այս ասելիքը։ Հայաստանում ստեղծում են պատրանք, որ հայ ժողովուրդը նորից Նիկոլին է ընտրելու, երբ որ 80% Նիկոլին ատում է, 10% անտարբեր է եւ 10% Նիկոլից սնվում է, այո, Նիկոլին պահում է։ Ստեղծում են պատրանք այդ մեր թշնամիները։ Դրանք նախկին սովոսական, այսօր չգիտեմ ինչից են սնվում, եւ նախկին արևմտյան փողերով, բրիտանական փողերով սնվող եւ եվրոպական կառույցներն են։ Մի մասին դուք հիանալի գիտեք, հիմա չթվարկեմ։ Եվ Հայաստանի այդ հայատյաց կառույցները, որոնք հանդես են գալիս ամենաազգային հենքի վրա։ Օրինակ ձեր եւ պարոն Ֆիգելի հաղորդումից հետո հաջորդ օրը մի հսկանամակ ստացավ պարոն Ֆիգելը, եւ ինքան կարճատես են, չգիտեմ, պարոն Ֆիգելը առաջինը ինձ է զանգելու, ասես սրանք ովքեր են։ Եվ ես լսելու, այսրեք մեր ճշնամիներն են, պարոն Ֆիգելը Հայաստանում բունտ դրած, որոնք սնվում են դրսի փողերով։ Ովքեր են։ Իրենք հիմա եթե լսեցին, ովքեր են, թե չեք ուզում, լավ։ Ասեմ, կարող եք ասել, այո։ Չէ, կարող եմ ասել, փայլուն տղաներ են, փայլուն Արապապյան, ճակերտների մեջ փայլուն բառը վերցնենք։ Ժիրար Սեֆելյան չնայած Ժիրարին ես որպես հայրենասեր հարգել եմ եւ հետը շփվել եմ ժամանակին, Արապապյանին երբեք չեմ ակել, երբ որ կանոն կան դեսպանությունից հետո մնաց Կանադա, որ հետո զորով եկավ Հայաստան։ Եվ այլն, այդ խումբը, բևեր, իհարկե Բևերը ավելի շատ բարեկամական դաշտում է, քան թշնամական, բայց այստեղ շատ կարևոր բան է նշում այն առումով, որ օտարների մոտ կա թյուր պատկերացում Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ եւ նաեւ աջակցություն է գալիս, թե իրենք իրապես գիտեն ինչ է կատարվում, բայց միևնույն է աչք են փակում։
Պարոն Մելիքյան, ես համոզված եմ, որ այդ հարցի պատասխանը դուք գիտեք, ուղղակի մյուսների համար եք ուզում, որ ես կրկնեմ։ Իհարկե նրանք են այդ ամբողջ ղեկավարում, Նիկոլ Կոչվածը 18 թվին գոյություն չուներ որպես պերսոն, բացի նրանից, որ ազգային ժողովի ամբողջը գրկում էր եւ այսպես հերումերը նայելով հայհոյում էր Սերժ Սարգսյանին, հետո Սերժ Սարգսյանի հետ ձեռքի տված, Փեսամիշկի վարչապետ դարձնելու ծրագրով նրանք արևմտյան այդ ինստիտուտների ֆինանսավորումից եւ օգնությունից նաեւ կարողացան մաս քաղել եւ կեղծ հեղափոխություն կազմակերպել Հայաստանում եւ այդ օրվանից այսօր արևմտյան ինստիտուտները գլխին Բրյուսել, Լոնդոն ամբողջովին հետևում են, որ հանկարծ Հայաստանում փոփոխություններ չլինեն։ Իսկ ԲԲՎ հարցում այդ որ ասացիք բարեկամ, այս հարցում նույն պլատֆորմի վրա ենք, որտեղ Նիկոլը ԲԲՎ-ն էլ չընդունեց, բայց մնացած հարցերում, պարոն Մելիքյան, մեր ամենամեծ թշնամիներից մեկն է, նրանք որովհետև նրանք սնվում են արևմուտքից եւ պայքարում են մեր խոշորագույն մերձավոր բարեկամ Ռուսաստանի դեմ։ Իսկ եթե ինչ-որ մեկը ինձ կարող է այսօր համոզել, որ նույնիսկ Տրամպի այն հայտարարությունից հետո, որ հարավային Կովկասը դա Ռուսաստանի տարածաշրջանն է, ինչ-որ մեկը կարող է Ռուսաստանի դեմ գնալով այստեղ խոշոր Ռուսաստանի շահերին դեմ ինչ-որ քայլեր անել, ապա այդ մարդը գեոքաղաքականությունից հեռու է։ Այդ թուրանի կամուրջը ամբողջովին Ռուսաստանի գլխին ամենամեծ փորձանքն է Հայաստանը կվերանա։ Այնտեղ ասենք 1 միլիոն մարդ կմնա։ Ճիշտ ասած, ես ուզում եմ մի փոքր եկեղեցուց խոսենք, քանի որ եկեղեցին այնքան կարևոր թեմա է։ Շատ լավ։ Աշխարհի քաղաքականությունը Ձեր հարցը ինձ շեղեց, կներեք։ Չէ, շատ լավ է։ Ձեր հարցը ինձ շեղեց, որովհետև սա դրա ածանցիալն է շատ ավելի կարևոր իմաստունեցող, սակայն վերադառնանք եկեղեցուն, ես ներողություն եմ խնդրում։ Իհարկե հարցեր շատ կապված եւ Ռուսաստանի աշխարհը փոխվում է եւ մենք տեսնում ենք, որ դաշնակցային հարաբերությունները եւ անգամ Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ, Եվրամիություն փոխվում են, Ռուսաստան, Հայաստան հարաբերությունները այլևս նույնը չեն, ինչ որ ժամանակին են։ Սա շատ ծավալուն եւ երևի մենք առանձին հաղորդումով անդրադառնանք ձեր օգնությամբ հասկանալու թե դուք ինչպես եք տեսնում դրսից այն process-ները, որ տեղի են ունենում Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ։ Ինձ այստեղ հետաքրքրում է եկեղեցուն, քանի որ շատ մտահոգում է այս հարցը։ Ես ուզում հասկանալ եկեղեցու հետ կապված, եկեղեցին ուժեղացնելու։ Մենք այսօր իմացանք, որ Գերմանիայում եւ Ավստրիայում ասացին, լուրը այսպիսին էր, որ այդտեղի հայ հավատացյալները ստորագրահավաք են արել, որպիսի դեմ բողոքելով, որ եպիսկոպոսատ ժողովը պիտի անցկացվի Ավստրիայի քաղաքներից մեկում։ Արդյոք սա քանակապես դուք տեղյակ եք թե որքան մարդիկ են, ովքեր են այդ մարդիկ եւ իսկապես մարդիկ ստորագրահավաք են արել, որպիսի եկեղեցին չանցկացնի եպիսկոպոսատ ժողով Ավստրիայում, դա իրականություն է։ Ես ուրեմն պատասխանեմ այնքանով, որքանով տեղյակ եմ։ Եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է լիներ դեկտեմբեր ամսին Էջմիածնում, ես հիմա հայտարարություն եմ անում։ Նիկոլիկները տարածեցին մեկ առ մեկ խոշոր եպիսկոպոսների նկատմամբ ձերբակալության մտադրության մասին տեղեկությունը կամ այդ օդանավականում կձերբակալվեք կամ ներս չեք մտնի եպիսկոպոսատ ժողովը տեղի չի ունենալ ընդ որում բացարձակ առանց որևէ քրեական մեղադրանքի։ Դուք վեհակարել եք, վերջ, դուք մեր թշնամին եք, Նիկոլի թշնամին են։ Եվ Նիկոլի բարեկամներն են, ամենախայտարակ կոռուպցիոներ, ցավոք, շատերը որ ասում են եկեղեցու մեջ կոռուպցիա կա մեր, մենք ասում ենք դե լավ տոկոսային հարաբերության խնդրում եմ նայեք, որոշ քահանաներ, այո, որոշ Բենթլի սամոներ, դրա մեկ գիտենք, էլի, դե գիտենք, մյուսներն էլ գիտենք, բայց մենք չէինք կարծում, որ կարող են տասնյակի հասնել ուդաների թիվը։ Եվ ահա, այդ եպիսկոպոսատ ժողովը որոշվեց անցկացնել Սենթ Պոլտենում եւ պարոն Մելիքյան, ես ձեր հետ խոսելուց
տեսնեմ դուք ինչ պատրաստվածություն ունեցող գիտական մակարդակով անձնավորություն եք, դե հիմա դուք ասեք, իսկ ինչ պիտի անի Նիկոլը, պիտի շարունակի հիմա քրիվը, սա օրոտենում սպասվող եպիսկոպոսատ ժողովի դեմ, ինչ ճանապարհներով, այն ծախումները, հուդանները, որոնք Եվրոպայում բուն են դրել, նրանք ինչ, որ բարեկամական, ընկերական, ծանոթային կապերով կարող են, չէ, ստորագրություններ հավաքել։ Մենք ինչու պիտի դա լուրջ ընդունենք։ Մենք կրակի միջով անցած անձնավորություններ ենք, չէ՞։ Մենք չգիտենք ինչ էր սպասվում։ Իհարկե դա գիտեինք, որ հիմա էլ փորձելու են շատ քիչ մասը հիմնարար, ասում է պետք է էջմիածնում լինի, ոչ մի դեպքում չպիտի թույլ տանք, որ էջմիածնում չլինի։ Բայց դրանք, ասենք թե միջևոր չընկալող տարերն են, որոնք հայրենասեր են և էջմիածանապաշտ, բայց այն ձեր ասածները, իհա, ընդ որում, ասենք մի մասը կեղծ ստորագրություններ, ընտրությունները Հայաստանում ինչպես է կատարվում, կեսը կեղծ ստորագրություններով չէ, կեսը մինիմում, ինչ դժվարություն կա Նիկոլի համար ստեղել կեղծել, եղապատկել թիվը, հայտարարել 20 անգամ ավելի մեծ թիվ և այլն, կարճ ասած, ընդհանուր և արևմտահայության, իհարկե հատկապես, և արևելահայության շրջանում արտերկրի սարսափելի վերաբերմունք է եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին կեղծ մեղադրանքներով ազատազրկելը և ժողովրդավարության անունից խոսելով ունենալ հակաժողովրդական մի հատ սարսափելի կենտրոն Եվրոպայի անկյուններից մեկում գցած։ Չնայած դա բոլորն զարմանալի չի, որովհետև Մոլդավիան ավելի փոքրիկ երկիր, ավելի կոմպակտ և ավելի խայտառակ ժողովրդավարության տեր։ Եվ այլն։ Պարոն Գիլյան, այո, քանի որ ժամանակի խնդիր ունենք, ես հարցն է, հնարավոր է դուք նախատեսեք կոմիտեի անդամների հանդիպումը կաթողիկոսի հետ, երբ ինքը կլինի Ավստրիայում։ Պատասխանում եմ, հիանալի հաստատվեցիք և այդ հարցով ես դիմել եմ և պատասխանը հստակ հայտարարում եմ Պողոս Մելիքյան, հստակ միայն հայ առաքելական եկեղեցու անդամները պետք է լինեն, միայն, նույնիսկ ինչ չեն հրավիրելու, ոչ միայն օտարերկրացիներին, այլև ինձ ասեցին, չէ, ընդունված է նման որոշում, սա հայ առաքելական եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, այսինքն հայ կաթողիկ եկեղեցու նույնիսկ ոչ։ Չէ, բայց որպես կոմիտե իրենք ձեր աշխատանքին տեղյակ են, ծանոթ են դուք, այսինքն ձեր տված աշխատում են, շատ բան չասեմ, ձեզ խնդրում եմ, որովհետև իրանց չվնասեմ, ձեր ձեռքի տված աշխատում ենք տասնյակ եպիսկոպոսների և Հայաստանի էջմիածների ղեկավարության հետ։ Համեցեք, եթե հարցը բնական է վերաբերում է նորից հետագա քայլերին, կան այդպես գործուն քայլեր, որոնք դուք նախատեսում եք, կարող եք շատ փակագծեր չբացել, բայց ավելի շատ կուզեի հասկանալ որքանով եք հետամուտ լինելու, նախանձախնդիր լինելու, մինչև վերջ և առանց հոգնելու տանեք այս գործընթացը մինչև ավարտ։ Միանգամից պատասխանեմ, որտեղ ամենակարևոր հարցը տվեցիք, և բոլորը այդ հարցն տալիս եք, բոլորին այդ հարցն է հետաքրքրում։ Ուրեմն մենք արդեն այդ մեր միջոցառումից հետո արեցինք քայլեր։ Որոշ խոշոր եվրոպական կենտրոններ ստացան նամակ դիմումներ, բարձրագույն իրավաբանական մակարդակով կազմակերպված, հիմնականում Ռոբերտ Ամստերդամ, Յան Չառնագորսկի։ Յան Չառնագորսկին բացի Սլովակիայի վարչապետու շատ հայտնի գյուղաքաղաքական գործիչ լինելուց, խոշոր միջազգային իրավաբան է, շատ խոշոր, շատ հայտնի։ Ուրեմն, իրավաբանական բարձրագույն ոճով կազմակերպված նամակներ գնացին նախ իրավաբանների կողմից և այնուհետև այսօր վաղը կոմիտեի կողմից Եվրոպայի հայկական միությունների ֆորումի բլանկի վրա ես կարող եմ դա հետո ձեզ ուղարկել անգլերեն լեզվով, ստանալու են բոլոր խոշոր կազմակերպության ղեկավարները այնուհետև զուգահեռ
Նաև Եվրոպայի խոշորագույն երկրների նախագահները, վարչապետները եւ այլն։ Սա որպես քայլ, որը արվեց արդեն եւ շարունակություն է ունենալու։ Մենք կանենք Zoom-ով երկրորդ կոնֆերենցիան, դա ես ձեզ անպատճառ Zoom-ը կուղարկեմ, եթե ցանկություն ունեցեք մասնակցել, որտեղ մենք կքննարկենք հաջորդ մեր քայլերը, որը կարելի է բաց ներկայացնել, իսկ այն քայլերը ծրագրերը, որոնք բնական է, որ հրապարակման ենթակա չեն, դրա մասին խոսենք հետագայում, դա հիմա ես չեմ կարող ներկայացնել, բայց ասեմ, որ այս ամեն ինչը ունեն միտումներ, իհարկե, եպիսկոպոսած ժողովը ապսի 17-ին, 16-ին հավաքելու են 17-ին Սենտ-Պոլտում, եւ դա ունենա չափազանց մեծ նշանակություն եւ կտա հսկական իմպուլս պայքարի, իհարկե, հավաքից հետո մենք կշարունակենք ձեռքի տված աշխատանքները եպիսկոպոսած դասի հետ, իսկ ինչ է սպասում մարտ-ապրիլ ամիսներին, դա ես ձեզ կասեմ արդեն փետրվարի ընթացքում, բայց մենք ունենք, այո, շատ լուրջ ծրագիր։ Այս բանը երևի այսքանը կարող եմ ասել։ Այո, շատ շնորհակալ եմ, ես բնականաբար բախտում եմ ձեզ ամենայն հաջողություն այս գործընթացում։ Մենք որպես հայ առաքելական եկեղեցու նվիրյալներ, որպես եկեղեցուց ծոցից դուրս եկած մարդիկ, բնականաբար մեծ ցավով ենք նայում այս գործընթացներին, մեզ համար ցավալի է, որ մենք երկրի ներսում, ոչ թե արտաքին, միգուցե արտաքինները ազդեցություն ունեն, բայց հիմնական գործընթացները ցավոք մեր ձեռքով են տեղի ունենում։ Հետևաբար այս խնդիրը մենք պիտի կարողանանք հենց ներսում էլ արմատախիլ անել, այսինքն լուծել ինքներս մեր հարցերը եւ եկեղեցին նորից դնել իր պատվավոր այդ ընթացքի մեջ, որը ինքը ունեցել է արդեն 2000 տարուց ավել։ Պարոն Մելիքյան, դա դուք եք անելու, մենք ընդհանրապես ձեր մեջքին կանգնելու ենք։ Իհարկե դա անելու է, այո, միասին ամբողջ աշխարհասփյուռք հայությունը, բայց հիմնականում մեր սիրելի հայաստանցիների հենքի վրա, որովհետև դուք տեղում եք եւ ձեր արած ամեն մի քայլը ավելի մեծ քաջություն է պահանջում, անկեղծ ձեզ ասեմ, քան մեզնից։ Մեր նկատմամբ նրա ձեռքերը կարճ են։ Այնպես որ մենք ձեր մեջքին ենք եւ միասին։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ շատ շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Սիրելի հեռուստատողներ, մենք տեսակ, որ այս քննարկումը շատ կարեւոր էր պարոն Գրիգորյանի հետ, կարծում դուք ձեր հետևությունները կանեք։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ զրուցակիցը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն էր։ Շնորհակալություն ձեզ մեզ հետևելու համար։ Հետևեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։